Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆոռնիա։ Այսօր ցանկանում եմ քննարկել HCBS-ի հիմնարար կանոնակարգի 5-րդ դրույթը՝ օգնության և ծառայությունների ընտրություն։ Մարդիկ, ում դու աջակցում ես, իրենք պետք է որոշեն, թե ովքեր են իրենց ծառայություններ մատուցողները, լինի տանը, թե օրվա ընթացքում, նրանք են ընտրում, թե ով պետք է իրենց օգնի։ Լուկասն ու Մարշան այս մասին իմացան կաղամբի սալաթի, մեկ բաժակ ռամենի և Քևին Քոստների լավագույն ֆիլմի միջոցով։ Լավ ընկերներ, ես Մայային տանում եմ աշխատանքի և մթերք գնելու։ Սթիվենն ու Դեքստերը տանն են մնում։ Շատ լավ, ես լանչ կպատրաստեմ և կարող ենք դրսում ուտել։ Հիանալի օր է։ Իսկ ես կհոգամ Սթիվենի մասին։ Որտեղից քեզ այդ հմտությունները։ Չեմ ուզում պարծենալ, բայց ես նայել եմ բեյսբոլի մասին բոլոր ֆիլմերը։ Լավ։ Ողջույն Դեքստեր, լանչդ պատրաստ է։ Շնորհակալություն Մարշա։ Գիտեի, որ քեզանից լավ յոմեն կստացվի։ Լանտերմանի յոմենի անունն էլ էր Մարշա։ Հուսով եմ ինձ միայն նրա համար չես ընտրել, որ անունս Մարշա է։ Ոչ, իհարկե ոչ, բայց դու շատ նման ես յոմենի դերասանուհուն Զեյնի Թնին, Մարշա։ Վայ, ինչ է սա։ Լանչ է։ Լանչին ես մի բաժակ հավի համով ռամեն եմ ուտում։ Ընկերս, դու ամեն օր հավի ռամեն չպետք է ուտես։ Չեմ ուտում, ճաշին ծովախեց գետնի համով ռամեն եմ ուտում։ Լավ, այսօր միասին նոր բան կփորձենք և կուտենք դրսում։ Դրսում։ Աչքերդ կարող են խաբել քեզ։ Փակիր դրանք եւ ուժ գործադրիր։ Աչքերս փակեմ, դու վստահ ես, որ գիտես սոֆթբոլ խաղալ։ Այո, ես միլիոն անգամ տեսել եմ Field of Dreams-ում։ Եթե ցանկանաս, կստացվի։ Ինչ ցանկանամ, ինչը կստացվի։ Դու ինձ սպանում ես, փոքրիկ։ Դա էլ ուրիշ կինո է։ Սպասիր, ասա որ տեսել ես Սանդլոթը։ Ես կինոթատրոնում չեմ ապրում։ Հետ ես մնում։ Արի ինձ միջում անենք ու մի բան ուտենք։ Հանուն ջեդեյ։ Ուտելու ժամն է։ Այո։ Չեմ կարող սա ուտել։ Ես մարզվում եմ։ Դե ուրեմն արի ներս մտնենք ու վերցնենք այն, ինչ կարող ես ուտել։ Լսիր, Մարշա, այստեղ ինչ առողջ սննդամթերք ունենք։ Իրականում Նովան գնացել է գնումների, որովհետև ես օգտագործել եմ կաղամբի վերջին կտորը։ Կաղամբ։ Յախք։ Վերցնում ենք բաժակն ու լցնում ենք ջուր, դնում վարարանի մեջ եւ պատրաստ է 1 2 3։ Ահա եւ վերջ, սա քեզ կպահի մինչեւ Նովան վերադառնա։ Վստահ չեմ, որ ռամենը Սթիվենի սրտով կլինի։ Օ, դա ասում է մի մարդ, ով կարծում է Դեքստերը կաղամբ կուտի։ Պարզապես ուզում էի օգնել Դեքստերին ընդլայնել իր ճաշացանկը։ Կարծես թե չկարողացանք տալ այն, ինչ իսկապես ուզում էին։ Հեյ ընկերս, կուզես նախաճաշերով փոխվենք։ Դա ընդունելի է։ Բախտդ բերել է, որ Մարշա ունես։ Նրա սալատները հրաշալի են։ Դու էլ ես բախտավոր։ Լուկասը տիրապետում է ռամեն պատրաստելու առողջվածային արվեստին։ Հա, բայց նա գնդակ բռնել չի կարողանում։ Լավ, բայց նա գոնե չի ստիպում քեզ դուրս գնալ։ Տղաներ, մենք ախր այստեղ ենք, հենց ձեր դիմաց։ Պետք է փոխանակվենք։ Լանչերով արդեն արեցինք։ Ոչ, մենք պետք է փոխանակենք մեր օգնականներին։ Նովա։ Օ, ողջույն ընկերներ։ Յուպիտերի թրջողողակներ։ Աստվածի, ուշադի։ Իսկ դու գիտես թե բլարկ-բլարկները ինչ կասեին։ Բլարկ։ Պարզապես աչքդ գնդակին պահիր։ Հոմրան։ Վստահ ես, որ նախկինում երբեք սոֆթբոլ չես խաղացել։ Հա, և քեզ հետ մարզվելն ինձ դուր է գալիս։ Դու իսկական տաղանդ ես, ընկերս։ Շնորհակալություն, Սթիվեն։ Մի բան կուտես։ Հաստատ։ Լուկասն ու Մարշան փոխարինեցին միմյանց Դեքստերին ու Սթիվենին առավել համապատասխան հնարավորություններ տալու համար։ Բոլորն իրավունք ունեն ընտրելու, թե ով պետք է իրենց ծառայություններ մատուցի կամ օգնի։ Հիշեք, մեծ ազդեցիկ փոփոխությունը կարող է սկսվել փոքր զրույցից։ Որպես ծառայություն մատուցող, լինել անձնակենտրոն նշանակում է լսել այն մարդկանց, ում օգնում ես, եւ գործել համաձայն լսածիդ։